Զոհված ազատամարտիկ Լևոն Թամրազյանն այսօր կդառնար 46 տարեկան, ծաղիկներ են խոնարհվել վերջինիս շիրմաքարի մոտ։ Կանանց միամսյակին նվիրված միջոցառումները մարզում շարունակվում են։ Վանաձորի կամերային նվագախումբը հանդես է եկել համերգով։ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում ևս շնորհավորել են գեղեցիկ սերի ներկայացուցիչներին եւ նոր սպառնալիք դարոժնիկ ընկերությանը։ Վանաձորի քաղաքապետարանը կդիմի դատարան, եթե ներհամայնքային փողոցների քանդված հատվածները չբարեկարգվեն։ Ֆորտունա մարզայինի եթերում լրատվության ժամ է, դուք դիտում եք մոլորակի գլխավոր թողարկումը։ Բարև ձեզ։ Զոհված ազատամարտիկ Լևոն Թամրազյանն այսօր կդառնար 46 տարեկան, զինագիծների ու մտերիմների կողմից ծաղիկներ են խոնարհվել վերջինի շիրմաքարի մոտ։ Մանրամասները թողարկման առաջին տեսանյութում են։ Նոր էին կամշնացել 3 օր հետո իրանց հրաման տվեցին անգամ գնալու սահման։ Ինք թողեց շատ հանգիստ, բացատրելով, որ դա իր պարտքն է, որ պիտի ինքը լինի իր ընկերների եւ հրամանատարների կողքին։ Կնոջն այսպես հրաժեշտ տալով տարիներ առաջ Լևոն Թամրազյանը անցավ ծառայության Գուգարք վաշտի հատուկ գնդում ու կարճ ժամանակ անց մեկնեց Արցախ։ 92-ի մայիսն էր, երբ Լևոնը ներգրավված Շահումյանի շրջանի Կարաչինար, Մագաուզ գյուղերի պաշտպանական մարտերին հասավ Լաչին ու մարտական ընկերների հետ ազատագրեց Տիգիկ 1 եւ Տիգիկ 2 գյուղերը։ Նույն տարվա հունիս-հուլիս ամիսներին մասնակցեց Կարմիրի շրջանի Արծվաշեն գյուղի պաշտպանական մարտերին, իսկ 93-ի գարնանը Քելբաջարի ազատագրմանը։ Ինչպես զինակից ընկերներն են հիշում, Լևոն Թամրազյանը խիզախ ու աներեր մարտիկ էր, հարեհաս ընկեր ու պարզապես լավ մարդ։ Այդ դեպքն եմ լավ հիշում, որ ինքը ոնց կարծակային արագությամբ ասավ, քերոփյանին փրկեց։ Հայրենասիրությամբ, ընկերասիրությամբ, մարդասիրությամբ նվիրված իր ընտանիքին իսկական հայ մարդու կերպարուներ։ Իր բոլոր քայլերը հերոսական են եղել, ես կարամ ասեմ, Լաչինում մենք շրջափակման մեջ էինք, նա այնտեղ մինամյոտի հերթական հարվածներից վիրավորվեց ոտքից, մենք իրան ուզում էինք ուղարկենք թիկունք, գոսպիտալ նա հրաժարվեց, քանի որ մեր Ուրալի վարորդներ եւ զենքը ձեռքին կռվում էր, ինքը ասեց ավելի լավ է մեռնեմ այստեղ, քան թե թողնեմ հետ գնամ։ Մնաց միջև վերջ, միջև մեր հերթափոխը մեզ հետ մնաց հետ եկավ։ Ռազմի դաշտում կոփված մարտիկը Արցախյան ազատագրական մարտերից հետո էլ տարիներ անց, երբ սահմանից այն կողմ թշնամին սպառնում էր հայրենիքի անվտանգությանը, հասկացավ, որ իր տեղն իր մարտական ընկերների կողքին է, ճակատագիրը սահմանապահիվ է գործը։ Այդ մարդու մոտ վախը վերացած էր, սիրտը ոնց որ մտահրուցի սիրտ եղներ։ Ով կմտածեր, որ այդքան տարիներ ինքը պատերազմին մասնակցելուց հետո, այդ ձևի փորձանքներից մեջից դուրս գալուց հետո ու գալու է այս տարիներն Թուրքի այդ նշանառու գնդակից Սոֆի։ Լևոն Թամրազյանի մահվանից 3 տարի անց նրա ծննդյան օրը Շիրիմինայցի են եկել մտերիմները, հարազատները, զինակիցները։ Միայն որդին չի կարողացել գալ։ Հորգործի շարունակողը Հայկ Թամրազյանը ռազմական վարժարանից հորը ձոնել է իր իսկ գրած բանաստեղծությունը։ Լևոն, անունդ հավերժ թողեցիր, մեր սրտի խորքում հերոս կոչվեցիր։ Քեզպես քաջարիր շատ քիչ է որ կա, հայրենիքը քեզ էլ չի մոռանա։ Հերմինե Յավերյան, Մհեր Թադևոսյան, Մոլորակ։ Շարունակում ենք թողարկումը։ Կանանց միամսյակին նվիրված միջոցառումները մարզում շարունակվում են։ Համերգային ծրագրով հանդես է եկել Վանաձորի կամերային նվագախումբը։ Ունկնդիրների շարքում էր նաև Նարինե Ասատրյանը։ Գեղեցիկ սերի մեծարման ու գնահատանքի մեկամսյակը մեկնարկել է։ Կանանց միջազգային օրվան նվիրված Վանաձորի կամերային նվագախումբը հանդես եկավ համերգային ծրագրով, որում գեղեցկությունն ու քնքշությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ։ Համերգին հնչեցին ժամանակակից հայկական, ռուսական եւ արտասահմանյան կատարումներ։ Կոմիտաս, Ասլամազյան, Վիվալդի, Միրզոյան, Գարդել, Պիացոլա, Բրամսի, Ջոփլին։ Նվագախմբի տնօրեն Սպարտակ Ջամբելյանի խոսքով այս համերգն առանձնահատուկ է, քանի որ այն նվիրված է կանանց միջազգային օրվան։ Կանանց միջազգային օրվան է նվիրված, բայց իհարկե բոլոր դեպքերում մեր ելույթները ծառայում են նաև մեր դասական երաժշտության պրոպագանդմանը, ժողովրդի մոտ, հատկապես մատաղսենդի մոտ սերմանելու սերը դեպի երաժշտությունը։ Շատ ապատայել, որ ունեցել ենք այսպեսի միջոցառումներ, ինքը ծրագրավորված, որ ինչ-որ մի նպատակով հավաքվել ենք, որ նվագենք։
մենք մեծ սիրով մասնակցեցինք, ականջալուր եղանք մեր դպրոցական աշակերտների հետ բարձրաճաշակ երաժշտության։ Նվագախմբի անդամները հնչող կատարումներով վերստին շնորհավորեցին կանանց ու նշեցին նաև, որ իրենց 12 մասնակցից բաղկացած երաժիշտների խումբը պարբերաբար կազմակերպում է համերգներ, մատաղ սերնդի գեղագիտական ճաշակը բարձրացնելու եւ դասական երաժշտությունը երեխաների շրջանում տարածելու նպատակով։ Եվ այսպես ավելի քան 1 ժամ հանդիսատեսը վայելեց բարձրաճաշակ դասական երաժշտություն։ Նայնի Ասատրյան, Տիգրան Բարսեղյան, Մոլորակ։ Ստեփան Զորյանի տուն թանգարանում եւս շնորհավորել են գեղեցիկ սերի ներկայացուցիչներին, այս անգամ գրողներն ու մտավորականները։ Տոնական ցերեկույթի մանրամասներն առաջարկվող տեսանյութում են։ Երաժշտություն, ասմունք, հաճելի խոսքեր ու ծաղիկներ։ Այսպես մեկամսյա կտոնում են Ստեփան Զորյանի տուն թանգարանում։ Տոնական ցերեկույթին մասնակցում են մտավորականներ, երաժիշտներ, ասմունքողներ։ Միջոցառումը սկսվում է նախ գարնանային տրամադրությամբ Ջիվան Սարգսյանի ասմունքի ներքո։ Ցերեկույթին հանդիսատեսի դատին ներկայացվեցին նաև Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ուսանողների ստեղծագործությունները, ինչպես նաև ներկայացվեց Լորվակին գրողների նոր լույս ընծայած գրքերը։ Վաստակավոր դերասան Վրույր Հարությունյանը, ով վերջերս նկարահանվել է Մեր գյուղը ֆիլմում, ներկաներին շնորհավորում է, նաև տղամարդկանց կեսկատակ, կեսլուրջ հորդորում ֆիլմում արտահայտված հետևյալ խոսքով. Այս բաժակով ոնց որ հերս էր ասում, խմենք են կնանի, քի կենացը, որ տարին մի անգամ են ֆշշացնում, էնել անտարում, տանից հերու։ Ավագ սերնդի ներկայացուցիչների շնորհավորանքներին հաջորդում են կրտսեր սերնդի ներկայացուցիչների բարեմաղթանքները։ Ներկաները միմյանց շնորհավորում, հիշում են իրենց մայրերին ու մեկ անգամ եւս կարևորում հայ կնոջ դերը բոլոր բնակավարներում։ Բոլոր կանանց, մանավանդ մեր Հայաստանի կանանց ցանկանում են խաղաղություն։ Ցանկանում են, որ նրանց որդիները միշտ իրենց կողքին լինեն։ Ծառային հայոց բանակում եւ վերադառնան անպայման։ Թող մեր հայոց մայրերը ցավ չտեսնեն երբևէ, որովհետեւ մեր բոլորի երազանք այսօր խաղաղությունն է։ Ստեփան Զորյանի տուն թանգարանի տնօրեն Լենա Անթարանյանն էլ ցերեկույթը ավարտում է գրած վերջին բանաստեղծությամբ։ Եվ կնճիրներ աչքերիս մոտ, եւ կնճիրներ սրտիս վրա, իսկ աշխարհում նորից գարուն, գառնան որոտ, գառնան կարոտ, կանչում են ինձ ծանոթ ձայներ, փսփսալով, բամբասելով, կնճիրներ աչքերիս մոտ, սրտիս վրա։ Ինչ ջահել է այս գարունը, ինչ միամիտ, չի հասկանում, որ ձմեռ կա, սառնամանիք։ Շնորհավորանքներ, նվերներ ու անդադար հնչող ծափողջուններ։ Ցերեկույթի կազմակերպիչները խոստանում են, հետաքրքիրը դեռ առջևում է։ Նայնի Ասատրյան, Տիգրան Բարսեղյան, Մոլորակ։ Նոր սպառնալիք դարոժնիկ ընկերությանը Վանաձորի քաղաքապետարանը կդիմի դատարան, եթե ներհամայնքային փողոցների քանդված հատվածները չբարեկարգվեն։ Հիշեցնենք, որ նախօրեին առաջին համարի երթուղին սպասարկող վարորդները սպառնացել էին գործադուլով, իսկ քաղաքապետարանից ասում են, որ իրենք պարբերաբար դիմում են դարոժնիկ ընկերությանը փողոցների իրենց քանդած հատվածները բարեկարգելու համար, սակայն արձագանք չկա։ Իդեպ քաղաքապետի մամուլի խոսնակը մեծ զրույցում նաև ասել է, որ այն փողոցները, որոնք դարոժնիկը քանդելուց հետո բարեկարգել էր, եւս որակյալ չեն եւ այստեղ կրկին նորոգման աշխատանքներ տանելու անհրաժեշտություն կա։ Քաղաքապետարանը կսպասի մինչև գարուն, եթե խնդիրները չլուծվեն, դարոժնիկի ճակատագիրը կորոշի դատարանը։ Փոսեր, քանդված ճանապարհներ ու համբերատար վարորդներ։ Դարոժնիկը շարունակում է քանդել, վարորդները շարունակում են բողոքել։ Այս անգամ սակայն նրանք մարտական են տրամադրված։ Եթե առաջիկա 3 օրերի ընթացքում պատասխանատուները միջոցներ չձեռնարկեն, առաջին համարի երթուղին սպասարկող վարորդներից շատերը պարզապես չեն իրականացնի սահմանված գրաֆիկով երթերը։ Մի խոսքով, առաջին համարի գիծը վտանգի տակ է։ Եթե մի մեքենա գալիս է ստրեշնո է, արդեն պետք է ժամը սպասես մինչև այդ մեքենաները բանան, որովհետև փողոցը նեղա առանցել է։ Դե բնական է օրական 16 անգամ նշված փողոցներով երթ կատարողների դժգոհությունը, սակայն ձայն բարբարո անապատի։ Իրենց խնդիրների մասին կամ չգիտեն, կամ ցույց են տալիս, թե ոչինչ էլ չի եղել։ Ասում են դիմել են գրեթե բոլոր մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվել։ Ճանապարհը սկսել է դառնալ երթևեկության համար անհարմար եւ վտանգավոր դեռ մի քանի ամիս առաջվանից, երբ ջրագծերի փոփոխման աշխատանքներ էր իրականացվում։ Սկսեցին, բայց այդպես էլ ավարտին չհասցրին։ 8 ամիսա վիճակն է ձևը, մարդիկ 8-16 անգամ գնում գալիս են մեքենաները ջարդել են։ Սոր ամեն ինչը թանկ,
չեն կարող մեքենաները սարքեն։ Բեմա մեկը գլուխն ախպում ապակի, մեկը սկսում են արդեն զենանելը, որ գլուխը ջարդեցի, ես ոնց ես քշում, բայց վաղորդը ոյ ինչ մեղավորատի։ Կանում են, որ իշելու ժամանակ բեռնի վրա անգնում են, լրիվ կանավար, մեքենան բարձրավ, ոտքը չի ասում, բեռնի վրա անգնում են։ Վարորդները սակայն ճանապարհների հիմնովին վերանորոգում չեն պահանջում։ Մենակ քանդում են, չեն սարքում, ինչ անենք։ Աստծո դուր գալու մեկ մարդիկ կանացնում են վեր են գնում, մինը վեր անգնում, ոտնա ջարդում, մինը ես չգիտեմ ինչ ասում։ Մենակ քանդում են, չգիտեմ։ Ես դեր չեն ելնում։ Այդքան բան։ Ես գոհ Մանան Շամյան փողոցից։ Դուք եկներ նկատեցիք ոնց անցավ։ Դաժե շիտը խփեց։ Էլ ինչ ասեմ։ Քաղաքը փողոց չկա, բացի Տիգրան Մեծից։ Մեքենաները վնասվում են, կարելի է եւ սա վերանորոգել, եւ բակ մտնող մեքենաները, բնակիչների եւ առհասարակ տրանսպորտը։ Գույնաբեն հող լցնեն։ Հող լցնեն, մենք դրանով ենք բավարարվենք։ Ոչ են դուք մեքենաներ, ոչ թե ասենք մենակ առայ տրանսպորտը, այլ լրիվ տաքսիները, լոկալ մեքենաները լրիվ ջարդում են։ Հիմա եթե 2-3 օրվա ես վարորդին ասեմ 2-3 օրվա ընթացքում եթե միջոց չարան որ արդեն հանրային տրանսպորտի կային է։ Վանաձորի քաղաքապետարանում ասում են, որ այդ աշխատանքներն իրականացնում է Դարոժնիկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Քաղաքապետարանից պարբերաբար դիմել են ընկերությանը թերությունները վերացնելու համար, սակայն ունենք այնինչ ունենք։ Նարինե Ասատրյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Կարճատև դադարից հետո ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին, իսկ ես ձեզ հաճելի հանգստյան օր եմ մաղթում։ Ցտեսություն եւ ամենայն բարիք։ Լավագույն էլեկտրոտեխնիկայի եւ նվերների խանութ կարող է համարվել այն սրահը, որ ունի նախ բարձրակարգ եւ որակյալ ապրանք, երկրորդ մեծ եւ բազմազան տեսականի եւ վերջապես ապարիկը ձևակերպվում է տեղում եւ ունի ցածր գներ։ Եվ իհարկե այս բոլոր պայմաններին համապատասխանում է Technoline խանութ սրահը։ Իսկ դուք համաձայն եք այս ամենի հետ։ Այո։ Այս դեպքում ո՞րն է լավագույն էլեկտրոտեխնիկայի եւ նվերների խանութ սրահը Վանաձորում։ Technoline միշտ ճիշտ ընտրություն։ Բարև ձեզ եղանակի տեսության աջակիցն է Technoline խանութ սրահը, այժմ եղանակի մասին։ Հանրապետության տարածքում մարտի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, քամին կլինի մինչև 8 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 10 աստիճանով։ Լոռու մարզում օդի միջին ջերմաստիճանը կլինի 12 աստիճան տաքություն, այժմ ջերմաստիճանն ըստ քաղաքների։ Տաշիրում գիշերը սպասվում է 0 աստիճան, ցերեկը մինչև 8 աստիճան տաքություն, Ալավերդիում գիշերը կանխատեսվում է 1, ցերեկը մինչև 12 աստիճան տաքություն, Սպիտակում գիշերը կդիտվի 2 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 9 աստիճան տաքություն, Ստեփանավանում գիշերը սպասվում է 0 աստիճան, ցերեկը մինչև 11 աստիճան տաքություն, Մարզկենտրոնում գիշերը սպասվում է 3 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 9 աստիճան տաքություն, իսկ Երևանում գիշերը սպասվում է 3, ցերեկը մինչև 14 աստիճան տաքություն։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Դժվար անցանելի է Սոտք Խարվաճար ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց, խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։ Վրաստանից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփան Ծմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում։ Այժմ մեկ եղանակային լուր աշխարհից Չինաստանի մայրաքաղաք Պեկինում առկա թանձր ու կեղտոտ մառախուղի պատճառով այսօր հայտարարվել է ամենաբարձր դեղին աստիճան։ Առավոտյան քաղաքի տարբեր թաղամասերում օդում մարդու կյանքի համար վտանգավոր մանր կոշտ տարրերի առկայությունը գերազանցել է 300-ը, իսկ որոշ հատվածներում նույնիսկ 390 միլիգրամ խորանարդ մետր է։ Պեկինում փակ են դպրոցները, մարդկանց հորդորում են դուրս չգալ փողոց։ Եղանակի մասին այսօր այսքանը, անկախ եղանակից շփտացեք հաճախ, ցտեսություն։